Ողջույն բոլորին, այս տեսանյութում կսովորեք Սուրբ Ծննդյան վերաբերող բառեր։ Ինչպես եւ երբ են նշում Սուրբ Ծնունդը Գերմանիայում, մի փոքր ասեմ այդ մասին, Գերմանիայում Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, 25-ին, քանի որ Գերմանիան նույնպես քրիստոնյա երկիր է, մեր ավանդույթները նման են իրար, բայց իհարկե տարբերություններ կան, հենց սկսած օրերից Հայաստանում Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 6-ին, իսկ Գերմանիայում դեկտեմբերի 24-ին եւ 25-ին։ Բնականաբար էլի տոնածառ են դնում, զարդարում են, իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում նվերներ տալուն, դեկորացիային, գեղեցիկ զարդարում են տները, փողոցները եւ այլն։ Իսկ սեղանին դնում են ավելի թեթև ուտեստներ, ի տարբերություն Հայաստանի։ Այսպիսով, ինչպես կասենք Սուրբ Ծնունդ։ Die Weihnachten, Սուրբ Ծնունդ, Սուրբ Ծննդյան տոներ։ Die Weihnachten. Der Weihnachtsmann, Ձմեռապապ։ Weihnachtsmann, Weihnachten բառից է առաջացել եւ ման տղամարդ։ Der Weihnachtsmann. Der Tannenbaum կամ Weihnachtsbaum, տոնածառ։ Tannenbaum կամ Weihnachtsbaum. Das Geschenk, նվեր։ Քանի որ Սուրբ Ծննդյան տոներին իրար անպայման նվերներ են տալիս, դրա համար նվերը նույնպես Սուրբ Ծննդյան բառերի մեջ է մտնում։ Das Geschenk. Der Adventskranz. Adventi պսակ, սա ինչ է, ուրեմն եթե ծանոթ եք, Գերմանիայում Adventi տոն կա, որի ժամանակ այսպես եղևնու ճյուղերով պսակ են պատրաստում, վրան դնում են 4 մոմ եւ ամեն շաբաթ վառում են մի մոմը, հենց որ բոլոր 4 մոմերը վառում են, արդեն գալիս է Սուրբ Ծնունդը։ Ուրեմն Adventskranz-ն է դա։ Եվ մոմը die Kerze. Die Kerze, մոմ։ Աստղ, der Stern. Der Stern. Der, das, Kamin, բուխարի։ Ուրեմն երկու արտիկլով էլ այս բառը օգտագործում ենք։ Գերմանիայում կան այդպիսի բառեր, որոնք ունեն երկու արտիկլ։ Իհարկե շատ չեն այդ բառերը, տվյալ դեպքում ունի երկու արտիկլ։ Der, das, Kamin. Բուխարի բառերը անել կարելի ասել, հիմնականում բուխարին։ Die Glocke, զանգ, այդ զանգակները, քանի որ նույնպես Սուրբ Ծննդյան հետ կապված են, ուրեմն die Glocke, զանգ։ Die Socke Gulpa, այս գուլպան նույնպես Սուրբ Ծննդյան խորհրդանիշ է, իբր ձմեռապապը գալիս է եւ նվերներ է դնում գուլպայի մեջ, այդ կապակցությամբ, ուրեմն գուլպան, այդ մեծ կարմիր գուլպաները նույնպես Սուրբ Ծննդյան խորհրդանիշ են։ Die Socke. Եվ վերջում, ինչպես կասենք ուրախ Սուրբ Ծնունդ, Frohe Weihnachten, Frohe ուրախ, եւ Weihnachten վերևում սովորեցինք ուրախ Սուրբ Ծնունդ։ Եվ ինչպես կասենք ուրախ նոր տարի, Frohes Neujahr. Frohes Neujahr բոլոր իմ բաժանորդներին, հուսով եմ այս բառերը ձեզ օգնեց, սովորեցիք Սուրբ Ծննդյան վերաբերյալ բառապաշար։ Մեկնաբանություններում կարող եք գրել, թե ինչ թեմայով եք ուզում սովորել բառեր կամ քերականություն, որպեսզի հաջորդ տեսանյութերը անեմ այդ թեմաներով։ Շնորհակալություն դիտելու համար։ Տեսություն։